հատկապես կանանց տեսանկյունից սեռով պայմանավորված թիրախավորման առումով խնդրահարույց է եւ անձինք պետք է զերծ մնան նման մտքեր հնչեցնելուց։ Մարդու իրավունքների պաշտպանն այսպես է արձագանքում Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ու լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպին, երբ ճեպազրույցի ընթացքում պաշտոնյան թիրախավորել էր խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրատվամիջոցի ներկայացուցչին ու վիրավորական արտահայտություններ հնչեցրել վերջինիս հասցեին։ Մի քիչ են կողմել, ես խնդրում եմ։ Դուք եք կողմանում։ Ինչի՞։ Այդպես եմ ուզում։ Մի խանգարեք ձեր գործընկերներին։ Ես եմ խանգարում։ Դուք միշտ ինձ խանգարում եք, այնտեղ կանգնեք։ Դուք Եթե թե ես կգնամ, չեմ պատասխանի ձեր գործընկերներին։ Բան Քոչանես։ Այդպես, որտեվ ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկին, որ ձեզ արեց։ Մաքրեք ձեր շրթունքները։ Բուլինգի եք ենթարկում լրագրողին, պաշտոնյային նախ այսպես է արձագանքում լրատվամիջոցի ներկայացուցիչը։ Անդրանիկ Քոչարյանն էլ պատասխանում է լրագրողին չէ Տիկին Ջեբեջյանին։ Ես չգիտեմ այդ օրը Անդրանիկ Քոչարյանը ձախ ոտքով էր արթնացել կամ երազում ինչ էր տեսել, դրան ոչինչ չի նախորդել։ Ես իրեն չեմ հիշում, որ իմ հաղորդումների ժամանակ ինչ որ հիշատակած լինեմ, ոչ ես, ոչ իմ հյուրերը, ինչպես նա ակնարկում էր միջադեպից հետո։ Տվյալ անձը բազմիցս թիրախավորել է եւ լրագրողների եւ քաղաքական կին գործիչներին եւ այստեղ կա եւ քննադատության դրսեւորում եւ ատելության խոսքի բավական լուրջ դրսեւորում եւ սեքսիզմի դրսեւորում։ Իսկ որ հոգևորականի առաջարկով էր առաջնորդվում իշխանական падգամավորը, լրագրողն ասում է խնդիրն առաջին հերթին այստեղ է։ Խոսքը Բագրատ Սրբազանի մասին է։ Սրբազանի մոտ ես ժամանակին ամիսներ առաջ ինչ որ մարդու անուն էի տվել, անուն ազգանուն, ասել էր՝ «Վայ, ռիփսի մեզ սատանաների անուն, մի տուր շրթունքներդ մաքրի», այսինքն բոլորովին այլ կոնտեքստում է եղել։ Իսկ Անդրանիկ Քոչարյանի ասածը այլ կոնտեքստում է բոլորովին հասկացվում։ Օմբուդսմենը համատեքստին էլ արձագանք ունի, ասում է միևնույն է արդարացում չկա։ Արարքը դատապարտել է եղել ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համատեքստերի մասին կարելի է չխոսել։ Մարդու իրավունքների պաշտպանը նաև արձանագրում է, այնպես չէ, որ այս դեպքը միակն է եւ հատկապես վերջին շրջանում մեր երկրի հանրային գործիչներն ու պաշտոնատար անձինք սկսել են ակտիվորեն ատելության խոսք տարածել։ Ասում է, սա նաև առանձին համայնքապետարանների գործունեության ու ընթացող ընտրական պրոցեսների մեջ է ակնառու, ու թեպետ Մանասյանն անուններ չի հստակեցնում, այնուամենայնիվ մասնագետները վստահ են, թե որ նշանակետին է խփում օմբուդսմենը, նշում են, գոնե առաջնահերթ սլաքներն ուղղում է Երևանի քաղաքապետարան։ Երևանում ծառերը փոխարինվում են ապագայում կանաչ եւ գեղեցիկ Երևան ունենալու նախագծով, որը մենք անելու ենք, ինչքան էլ ռուսական վնգստոց լսենք։ Միջազգային փորձը եւ նաեւ այն բոլոր խորհրդատվական ուղեցույցները ՄԱԿ-ի, ԵԱԿ-ի, որոնք խոսում են ատելության խոսքը, ուրեմն բացառելու վերաբերյալ, հա, նպատակ ունեն պաշտպանել սոցիալական խոցելի խմբերին, միջազգային փաստաթղթերի նպատակը թույլին ուժեղից պաշտպանելն է։ Այնինչ մեր երկրում ճիշտ հակառակն է, ուժեղին, այս դեպքում իշխանություն ունեցողին են պաշտպանում թույլից, հավելում է փաստաբանը։ Ընդ որում մասնագիտական այս համայնքի ներկայացուցիչները վաղուց են ահազանգում, որ Հայաստանում գործող հենց նույն քրեական օրենսգրքի հայտնի 329 ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն, քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու մասին օրենքն իրավապահ համակարգն ըստ նպատակահարմարության է գործածում, բայց մինչև սա հիշենք քրեական հանցագործություն դարձած վիրավորանքը։ Մենք ունեցանք քրեական գործերի 2 տասնյակից ավելի այսպիսի նախադեպեր, որոնք բացառապես հարուցված էին վարչապետի նկատմամբ ատելություն եւ նաեւ սպառնալիք հնչեցնելու շրջանակներում։ Այլ անձանց, որոնք ունեցել են լրջագույն թիրախավորում, այդ թվում նաև իշխանություն կրողների կողմից թիրախավորվել են, որևէ քրեական գործ չի հարուցվել։ Դարձ ի շրջանս յուր մասնագետների ասած, հիմա էլ ըստ նպատակահարմարության կիրառվող ատելության խոսքի տարածման 329 հոդված։ Չէին կարող հանրության շրջանում այսպես անհանդուրժողականության կամ ուրեմն ատելության բան բորբոքել հանրության շրջանում իշխանական падգամավորների նկատմամբ։ Իրենց կողմից հրահրված ատելության եւ անհանդուրժողականության խոսքի նկատմամբ իրավապահներ ունեցան ըմբռնող վերաբերմունք։ Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու, քարոզելու հատկանիշներով 2022-ից 24 թվականների ընթացքում նախաձեռնվել է 44 քրեական վարույթ, որից 34-ը նախորդ տարվա հուլիսի դրությամբ եղել է նախաքննության փուլում։ Այս թվի մեջ ի դեպ մտնում են նաև նախկին քրեական օրենսգրքով հարուցված վարույթները։ Սրանցից նորություն չկա։ 2024-ի
թե նույն ժամանակահատվածի տվյալներով այս խնդրով դատարանները միայն 8 գործ են քննել, որից 5-ն այս կամ այն կերպ առնչվում են իշխող կուսակցության հետ։ Թիրախավորվել են ՔՊ-ն, նրա անդամներն ու համակիրները։ Ատելության խոսքի եւ վիրավորանքի սահմանն այնուամենայնիվ շատ նուրբ է, սա մասնագետների գնահատմամբ, բայց ով է այն սահմանապահը, որն ուշադրություն պիտի դարձնի դրան, հատկապես երբ իր նպատակները փոքր-ինչ այլ են եւ այնպես չէ, որ բոլորի նկատմամբ խիստ ուշադիր է։ Խնդրին նայենք հակառակ դիտանկյունից, իսկ ինչու եք իմ ասածից վիրավորվել կամ համարել, թե թիրախավորվել եք։ Ես ընդհանրապես նման միտում չեմ ունեցել։ Սա օրինակ դատարաններում կարող է պատասխանող կամ մեղադրվող կողմի հիմնավորումը լինել, չէ՞ որ ամեն մարդ ունի նաև իր աշխարհընկալումը, հայացքները։ Չմոռանանք, ամենաբարձր մակարդակով ասվեց, Հայաստանում մարդուն ամենավատ տարբերակով խոցելու համար ասում են թուրք, իսկ վարչապետն օրինակ դրանից չի վիրավորվում։ Եթե անձամբ չասեր, ինչպես էր հանրությունը տեղեկանալու։ Իդեպ լրագրողին վիրավորած չլինելու իր հիմնավորումը նաև Անդրանիկ Քոչարյանն ունի։ Խոսքը վերաբերվել է խոսքի մակրությանը։ Պարզ էր դա։ Եթե դուք սխալ բան եք հասկացել, ամեն մարդ մտածում է իր փչացվածության աստիճանով։ Դատական պրակտիկան ոնց է որոշվում, անձը ունի նման միտում, թե ոչ։ Դա շատ պարզ կարելի է հասկանալ զուտ նրանով, որ եթե անձը չի ունեցել նման միտում, հետևաբար ինքը պետք է ներողություն խնդրի եւ նույն հրապարակային ձևով ներողություն խնդրի եւ նույն հրապարակային ձևով հերքի։ Խորհրդարանում էթիկայի հանձնաժողով ձևավորելու եւ պաշտպանական հանձնաժողովի նախագահի վարկը քննության առնելու համար իդեպ շուրջ 170 լրագրողի ստորագրություն է հավաքվել։ Այս հանձնաժողովը, որին սիրելի միջազգային գործընկերները առանցքային կարևորություն են վերապահում, 2018-ի արտահերթ ընտրություններից հետո ձևավորված ոչ նախորդ, ոչ էլ այս խորհրդարանում չի եղել, բայց ավելի վաղ, մինչև 2018-ը քննության է առել անգամ հավուղեղ ու լակոտ բառերն արտաբերած իշխանականի վարքը։ Ամեն դեպքում ատելության խոսքը մասնագետների դիտարկմամբ անհրաժեշտ է հաղթահարել նախ համերաշխության օրակարգ ունենալով, նաև կրթության միջոցով, բայց առաջին հերթին միասնական չափանիշներ ու մոտեցումներ են մեզ անհրաժեշտ, որ նաև ցեղասպանություն տեսած տունտեղից բռնի տեղահանված արցախցիներին Ղարաբաղցի ջարդարար անվանողներն էլ իրենց գնահատականը ստանան։ Ոչ թե միայն այդպես էլ չհասկացվող մի ամբողջ ժողովրդի 30-ամյա ազատագրական պայքարը իրենց իսկ երկրի կենտրոնական հրապարակում գետնին գցող ու Ղարաբաղ երգողների տեսանյութ տարածողը։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանգյուն։